Վերադարձանք տաղավար, տեսակ ինչ լավն էր մեր մեղրաջորը։ Նաև հասկացանք, թե անպայման հանգստյան օրերին որ կողմ կարելի է նաև այցելել։ Եվ ոչ շատ հեռու քաղաքից։ Այո, ամենակարևորն նաև դա։ Իսկ հիմա, քանի որ խոսել ենք տարբեր թեմաների շուրջ, ֆիլմերից խոսեցինք, նաև ճանապարհորդության մասով խոսեցինք, խոհանոցում էլ անուշը հրաշքներ գործեց, կարծում չի ժամանակն է, որպեսզի շատ կարևոր թեմայի անդրադառնանք, առասարակ ուսմում սովորել, գիտելիք, այս ամենի շուրջ ունենք հատկապես կարևոր մի թեմա, որին որ ուզում ենք անդրադառնանք, խոսքը Երևանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցի մասին է, որովհետև բավականին հետաքրքիր իրականություն կա այնտեղ, որին որ ուզում ենք հենց այս պահին անդրադառնալ մեր հյուրերի շնորհիվ։ Իսկ ես ծանոթացնեմ հյուրերին։ Երևանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, բարի լույս։ Եվ Երևանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցի աշակերտ Մարիա Հարությունյանը։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Երբ ստեղծվեց դպրոցը, ինչն էր պատճառը, որպեսզի ու մոտ ծնվեց նախ գաղափարը եւ ինչ դարձավ պատճառ, որ ստեղծվի հենց դպրոցը։ Այդ դեպքում պետք է ճամփորդենք մի փոքր ետ, մոտ 2 տարի, որովհետև գաղափարի տեսանկյունից կարծում եմ ավելի շատ պետք է հետ գնանք, բայց խոսենք ավելի առարկայական։ STEM-ը դպրոցի ստեղծումը նախ եւ առաջ սկսվեց, կարծում եմ 2022 թվականի նոյեմբերին, երբ Երևանի պետական համալսարանի ռեկտորի անմիջական ջանքերի շնորհիվ նախ եւ առաջ գիտական խորհուրդը որոշում կայացրեց Երևանի պետական համալսարանում ունենալ ավագ դպրոց եւ հետո ներկայացվեց այդ որոշումը հոգաբարձուների խորհրդին եւ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին փաստացի ունեցանք այլևս STEM ավագ դպրոց Երևանի պետական համալսարանի կառուցվածքում։ Դրանից հետո ստեղծվեցին մասնագիտական խմբեր, պրոֆեսորադասախոսական կազմ, տարբեր ստեղծվեց Երևանի պետական ԵՊՀ դպրոցների ցանց հեղինակային ծրագիրը, դրա շրջանակներում մշակվեցին հեղինակային կրթական ծրագրեր, ըստ էության դա նախընթաց փուլն էր դպրոցի դռների բացման եւ արդեն իսկ երբ որ ամբողջ գործընթացն իրականացված էր 2023 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցի դռները բացեց ուսանող սովորողների առաջ, այսպես։ Մարիա, հետաքրքիր է թե ինչ առավելություններ ունի այս դպրոցը ըստ քեզ եւ ինչպես ընտրությունդ կատարեցիր։ Նախ ասեմ, որ ես մանկուց միշտ երազել եմ, որ պետք է սովորեմ հենց ԵՊՀ-ում, ու այդպես շատ երկար եմ կողմնորոշվել, թե հիմնական դպրոցն ավարտելուց հետո որտեղ պետք է շարունակեմ ուսումս, ու երբ տեսա հայտարարությունը STEM դպրոցի բացման մասին, անկեղծ շատ եմ ուրախացել, ու միանգամից դիմեցի այդպես STEM դպրոց, ընդունվեցի, չեմ սովորել իհարկե ուրիշ ավագ դպրոցներում, որ ասեմ տարբերությունը, սակայն ինչպես գիտենք, մյուս ավագ դպրոցներում սովորողները պարապում են կրկնուսույցների մոտ բուհ ընդունվելու համար, իսկ այստեղ դրա կարիքը չկա, որովհետև մենք այնպիսի հագեցած ծրագրով ենք անցնում մեր դասերը, որ չենք էլ հասցնի ու կարիքն էլ չկա կարծում եմ։ Եվ գիտելիքի բազան էլ է բավարար, որպեսզի հավարտելուն պես միանգամից հեշտությամբ արդեն գնալ համալսարան։ Պարոն Խաչատրյան, բայց ուզում եմ դուք էլ ձեր կողմից ավելացնեք, թե ինչ առավելություններ ունի այս ավագ դպրոցը։ Տեսեք, առավելությունները լաբորատորիաներով է հագեցած։ Առավելությունները շատ են։ Ես կարող եմ մրցունակ կրթություն ստանալու համար առանձնացնել մի քանի նախադրյալներ։ Այս բանի շատ կարող ենք առանձնացնել, բայց մի 4-ը այս բանին կարող եմ առանձնացնել, նախ եւ առաջ այն ֆիզիկական միջավայրը, որտեղ երեխաները կրթություն են ստանում։ Մենք գիտենք, որ Երևանի պետական համալսարանը ուսանողներին, իսկ արդեն 2 տարի նաեւ սովորողներին, աշակերտներին լայն հնարավորություն է տալիս օգտվելու իր բոլոր ենթակառուցվածքներից, լաբորատորիաներից, հարուստ գրադարանից, մարզասրահներից, մարզադահլիճներից, սենյակներից, կաբինետներից, բոլոր, այսինքն այն հնարավորություններն ինչ որ ունի Երևանի պետական համալսարանը, ամբողջությամբ նաև դպրոցի տնօրինման տակ է։ Այսինքն մենք կարողանում ենք ազատ ելումուտ անել համալսարանի բոլոր ենթակառուցվածքներում։ Մյուսը նաև ես կարող եմ առանձնացնել նաև հեղինակային կրթական ծրագրեր, այսինքն այն ծրագրերը, որով ուսուցանվում են տվյալ առարկան։ Երրորդը կարող եմ առանձնացնել այն մարդիկ, ովքեր դասավանդում են դպրոցում եւ ովքեր տալիս են այդ գիտելիքը երեխաներին։ Չորրորդը բնականաբար առանձնացնում եմ մեր երեխաներին, ովքեր սովորում են մեր դպրոցում։ Հրաշալի է, բայց իրականում ընդունվելն էլ այդքան հեշտ չի կարծում եմ։
Որովհետև ասացիք մեր ուսանողներն են, այսինքն ընդունելությունն ինչպես է անցնում։ Ընդունելության գործընթացը ինչպես է Գործընթացի մասին կատարվում։ նույնպես խոսենք։ Այո, ընդունելությունը իրականացվում է ընդունելության քննության միջոցով, որովհետև մենք նախ եւ առաջ ընտրում ենք այն սովորողին, ով պետք է սովորի մեր դպրոցում։ Ընդունելությունը երկու փուլով է լինում՝ գրավոր փուլ, դիմորդները նախ եւ առաջ, եթե մի փոքր առաջ անցնեմ, ասեմ, որ նախ եւ առաջ էլեկտրոնային հայտարարություն պետք է լրացնեն, ովքեր ուզում են սովորել մեր դպրոցում։ Պահանջող փաստաթղթերի ցանկ եւ այլն, տեխնիկական մի քանի գործեր պետք է անի ծնողը, դրանից հետո արդեն պետք է մասնակցի դիմորդը ընդունելության գրավոր փուլին։ Ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ ձև. Մենք ունենք այսպես կոչված երկու ուղղություն, բնագիտամաթեմատիկական եւ հասարակագիտական հումանիտար։ Նախ եւ առաջ սովորողը պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությունն է իր համար, որովհետեւ մուտքային պահանջը ընդունելության քննության տարբեր են։ Բնագիտամաթեմատիկական ուղղության պարագայում նրանց տրված է 4 առարկայի ընտրության հնարավորություն՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ մաթեմատիկա։ Դրանցից մեկը սովորողը ընտրում եւ դրանով մասնակցում է ընդունելության քննությանը։ Իսկ հասարակագիտական հումանիտար հոսքի պարագայում հայոց լեզու եւ գրականություն կամ անգլերեն։ Իսկ այն սովորողներն, ովքեր հաղթահարում են շեմը, ընդունելության քննության գրավոր փուլի շեմը, նրանք հրավիրվում են բանավոր քննության հարցազրույցի, որն իրականացվում է ընդհանուր իմացության գիտելիքների ստուգման ձևով, այսպես։ Նոր վերջնարդյունքում նոր որոշվում են STEM դպրոցի սովորողները, այսպես ասած, պոտենցիալ։ Մարիա, որ ուղղությունն ես դու ընտրել։ Ես ֆիզմաթ հոսքում եմ սովորում։ Շաբաթական անցնում եմ 7 ժամ ֆիզիկա, 8 ժամ մաթեմատիկա։ Ու Շաբաթական այսքան ոնց լինի ամեն օր Լինում է օր 2 ժամ, 3 ժամ։ Քիչ չի։ Այո, ես լարվեցի։ Բայց այս տարի երբ կարող են դիմեն, մինչև երբ է ընդունվում հայտեր, որովհետև հաշվի առնելով, որ մեզ այս պայն էլ հետևում են շատ հեռուստադիտողներ, գուցե շատերի մոտ էլ նույնպես հետաքրքրություն առաջանա, ինչպես կարող են դիմել այս տարվա ընդունելության։ 2025-26 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելությունն արդեն իսկ մեկնարկել է եւ մարտի 10-ից մինչեւ ապրիլի 11-ը ներառյալ կարող են դիմել մուտք գործելով մեր Երևանի պետական համալսարանի կայքեջ, նաև սոցիալական ցանցերում ունենք հայտարարությունը եւ ուղեցույցը, այսպես ասած, ընդունելության դիմորդների ուղեցույցը հրապարակված է, կարող են մտնել եւ ամբողջությամբ տեղեկատվությունը կա եւ դիմել մասնակցել ընդունելության քննություններին։ Մարտի 10-ից մինչեւ ապրիլի 11-ը ներառյալ։ Սովորողների քանակը մոտավորապես քանի հոգի է։ Այսպես 71 սովորող ունենք։ 10 եւ 11 եւ 12-րդ դասարաններում։ Իսկ օլիմպիադաներ, օրինակ, որ երեխաները կարող են մասնակցել այստեղ արտերկրում։ Այո, մենք 2 տարվա, այսպես ասած, փորձում ենք արդեն, բայց բավական լավ հաջողություններ են գրանցել այդ ուղղությամբ։ Այս պահին մենք գիտենք, որ հանրապետությունում տարածված է առարկայական օլիմպիադաների ամբողջ շրջանն է, եւ մեր սովորողներից 13 սովորող այդ 71-ից 13-ը հանրապետական օլիմպիադայի փուլի մասնակիցներ են արդեն իսկ այս պահին քանի որ կենսաբանության օլիմպիադան արդեն իսկ հանրապետական փուլը անցել է եւ հիմա ընտրանքն է, այսինքն առանձնացվել են, եթե չեմ սխալվում, 14 սովորող, ովքեր մասնակիցներ, ովքեր պետք է գնան միջազգային օլիմպիադայի եւ մեր սովորողներից 3-ն արդեն իսկ մասնակցում են այդ ընտրանքին։ Հիմա ընթացքի մեջ են։ Անցած տարի ենք ունեցել նաև միջազգային օլիմպիադայի մասնակից ենք ունեցել 2 սովորող, մեկը ոսկե մեդալով է վերադարձել, մյուսը արծաթի մեդալով եւ փաստացի կարելի ասել, որ նրանք ապահովել են իրենց տեղը բուհական շրջանում, որտեղ հնարավորություն է տալիս առանց քննության ընդունվել բուհ։ 10 րոպեների ընթացքում մենք փորձեցինք մաքսիմալ շատ արագ անդրադառնալ կարևոր հարցերի, կարծում եմ, եթե ինչ-որ մի բան բաց ենք թողնել, կարող եք հիմա ավելացնել, որտեղ րոպեներ անց պետք է արդեն շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Շատ շնորհակալություն ձեզ, բայց վստահ եմ, եթե ինչ-որ հարցեր կային, որոնք որ ձեզ մոտ առաջացան, ինչպես նշեց նաև պարոն Խաչատրյանը, կարող եք այցելել սոցիալական տարբեր հարթակներում նրանց կայքեջեր եւ այնտեղ գտնել ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Մարիա, բայց ամեն դեպքում մի հատ ոգևորող մի բան ասա, ինչի համար է պետք սովորել հենց այս դպրոցում։ Հաստատ պետք է։ Դե դա հաստատ, ինչ խոսք։ Դե մենք շատ առավելություններ ունենք հենց համալսարանում, լաբորատորիաներից ենք օգտվում, գրադարանից, ընթերցասրահից ենք օգտվում։ Եվ որովհետև ինքը ամենալավն է առավելություն է։ Ու նաև մեր ուսուցիչները համ խստապահանջ են եւ միևնույն ժամանակ շատ մեծ կարծես ավագ ընկերներ են։ Ու իրենց տված գիտելիքները, հմտություններն ու կարողությունները մենք հետագայում
կարողանալու ենք օգտագործենք։ Մարիա, շատ ճիշտ ներկայացրեցի, շնորհակալություն։ Շատ Ես մի շնորհակալություն։ բան կարող եմ ավելացնել, ես դպրոցի բացման ժամանակ երբ որ խոսք ասեցի, հիմա էլ եմ ուզում այդ խոսքն ասել, յուրաքանչյուրիս համար կարծես թե երազանք է Երևանի պետական համալսարանում համալսարանական լինելը, շատերի համար, լավ յուրաքանչյուրի չասեմ, եւ ես մեր երեխաներին ասեցի, որ դուք 3 տարի ավելի շուտ համալսարանական դառնալու հնարավորություն ունեք, Ունեք այդ հնարավորությունը վայելելու, ստեմում սովորելու։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ օր, մենք շտապենք արդեն սիրելիներս խոսքը փոխանցել մեր գործընկերներին։